basketball on TV, but I never thought I'd be good playing it myself. So what I did is I joined my AGBU basketball team. The coaches taught me how to play the game. I gained confidence and I also worked really hard. And now I score points and make assists during games. Although we love playing the game, it doesn't matter whether we win or lose. The important part is we love spending time with our teammates and our sister cities. Հայկական բարեգործական ընդհանուր միության հայկին մասնաճյուղի եթերից բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Լուսինե Նալբանդյան, պարոն Վրեժ Աղաջանյան եւ Մերի Մուրադյան։ Այսօր մենք որոշել ենք խոսել մեր շուրջ կատարվող բոլոր իրադարձությունների մասին։ Սկսենք այնտեղից, որ հայրենիքում շատ մեծ թողուբոհ է, մեր ապրած վայրում երկրում ընտրություններ են եւ մենք հայերը շատ կարիք ունենք շատ ձայներ ունենալու, այնպես որ եկեք այսօր մենք մեր մասին խոսենք եւ մեր հեռուստադիտողի հետ բաժանենք մեր մտահոգությունները եւ ինչու՞ չէ նաեւ վստահ եմ կունենանք մենք պատասխաններ հարցերի, որ իրենց էլ կհետաքրքրի եւ ուրեմն այդ հարցերը իրենք կունենան այդ հարցերի պատասխանները։ Պարոն Վրեժ, ապրիլյան օրերին, որ սկսվեց հանգարցակի այս Ղարաբաղյան խնդիրը, հարձակումը եւ ամեն օր սահմանի խախտում կա։ Ինչ եք կարծում, ուր է տանում այս։ Ես ուզում եմ ասել, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ձեզ հայկական բարեգործական ընդհանուր միության, որ ինձ հրավիրել է եւ ինչպես միշտ գոհ եմ ձեր միությունից, որովհետեւ երևի մեր հեռուստադիտողները գիտեն, ուր հայկական բարեգործական ընդհանուր միության աշխատանքը, եւ սա էլ մեկը հայկին միությունը կամ հայկին մասնաճյուղը հայկական բարեգործական ընդհանուր միության, ես շնորհակալ եմ ձեզ եւ միությանը։ Իմիջայլոց կարող եմ ձեզ մի վայրկյան ընդմիջել։ Իմիջայլոց երկու շաբաթ առաջ հայկական բարեգործական ընդհանուր միությունը 110-րդ ամյակը տոնեց, այնպես որ դեռ ցեղասպանությունից շատ առաջ բարեգործականը գոյություն ուներ եւ աշխատանքները սկսել էր եւ ես ինքս հիացած եմ բարեգործականի աշխատանքներով այն իմաստով, որ 110 տարիների ընթացքում միշտ կարողացան իրենք տվյալ պահին ժողովրդի պետքերը, կարիքները իմանալ, թե ինչն է եւ դրա համեմատ գործել։ Միշտ կարողացան ճիշտ կողմնորոշվել եւ հիմա էլ արդեն եւ ոչ կողմնակալ։ Եվ ոչ կողմնակալ, այո։ Այսինքն ընդհանուր ծառայեցին ժողովրդին, դա կլիներ կոմունիստության ժամանակ, ոչ կոմունիստական ժամանակ, այսինքն չնայեցին ինչ է կատարվում, միշտ կանգնել են ժողովրդի կողքին, որ ես ձեզ շնորհավորում եմ, որ ձեր միությունը այսքան տարի աշխատելուց առավել։ Բոլորինս է։ Այո։ Իսկ ինչ ասում եք Ղարաբաղյան հարցերի մասին, պիտի ասեմ, որ ինչպես ասացիք ապրիլի 1 եւ 2-ին հանկարծ մեզ զարմանքի բերեցին, որովհետև սա խոշոր հարձակում էր։ Այսինքն լրիվ նպատակադրված էր ոչ թե մի մաս կամ մի քանի հոգու սպանելու, այլ թվում է, որ սա ծրագրված էր այնպես, որ ընդհանուր խոշոր տարածք կարողանան հետ վերցնել ազատագրված այդ տարածքներից
եւ հետո գալ սեղանի նստել։ Այսինքն սա մեծ դժբախտություն պիտի պատահեր մեզ եւ անսովոր մի բան էր 1994 թվից, երբ որ զինադադար է, այսինքն հայտարարվել, ես այնտեղ եմ եղել այդ տարիներում, երբ դեռ շարունակվում էր այս բախումները, մինչև հիմա այսպես բախում տեղի չունեցել։ Եվ ծրագրված հանգարցակի։ Այսինքն բոլոր իրենց նպատակն էր մի մեծ խոշոր տարածք հետ վերցնել կամ մեր ձեռքից խլել այդպես եւ հետո գալ սեղանին նստել ասել մենք էլ շատ բան չունենք ասելու, եթե դուք հողատարածք եք կորցրել, պետք է հնազանդվեք։ Մենք ինչու հիմա ավելի լավ դիրքում ենք, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը գիտեք 4400 քառակուսի կիլոմետր։ Իսկ այն տարածքները, ինչ որ մենք ազատագրել ենք 14000 քառակուսի կիլոմետր։ Նկատի առնելով հիմա պատկերացրեք, մենք ունենք մոտարապես մի քիչ քան թե 30000 քառակուսի կիլոմետր, մենք հիմա մեր տարածքը 44000 քառակուսի կիլոմետր ունենք։ Ադրբեջանը 86000 քառակուսի կիլոմետրից եկել է 72000 քառակուսի կիլոմետր։ Ուրեմն մի ձև կարծեք թե Ադրբեջանի հետ հիմա համեմատվում ենք տարածքով։ Իսկ մեր երիտասարդները քաջաբար պայքարեցին ու հետ շպրտեցին իրենց։ Եվ ես ուզում եմ ասել մի քանի օր առաջ ես հարցազրույց էի անում Պարքև Սրբազան Մարտիրոսյանի առաջնորդը Ղարաբաղի եւ ինքը բացատրում էր որ այս սերունդը ինչ որ մենք հիմա ունենք սրանք որ պատերազմի մեջ են եղել կամ պայքարում են սրանք անկախ Արցախի մեջ են ծնվել այսինքն այս զինվորները անկախ Արցախի մեջ են ծնվել եւ սա շատ կարեւոր հարց է որ իրենք չեն տեսել այնինչ որ ասենք սովետական միության ժամանակ էր մենք ծառայել ենք այսպես պետք է լուր ու մունջ մնայինք թե չէ ցես կպատժեին մի բան ասեիք ազգային մի բան դրսևորեիք շատ ծանր պիտի լիներ անձի համար Այսինքն շատ ավելի դժվար է իրենց ձեռքից վերցնել իրենց ունեցածը։ Որտեւ ինքը անկախ հողատարածքի վրա է ծնվել։ Ինքը ամեն հոգով իր տունն է։ Սրտով իր տունն է, չի կարող կորցնի այդ տարածքը։ Իրենք չեն տեսել մենք ինչ վիճակի մեջ ենք եղել։ Իրենք ծնվել են այդ անկախ Արցախի մեջ ու դրա համար կրճած են կամ կապված են այս հողի հետ։ Իրենց մոտ խորը արմատներ է դրել անկախությունը, հողը, այդ ինչ որ իրեն պատկանում է։ Ծնվելն է, տեսել է որ իրեն է պատկանում, ավել այսպես բարձ տեսել։ Հիմա այսպես ուրեմն քաջորեն պայքարեցին, հետ շպրտեցին թշնամուն, բայց եթե գիտեք որոշ տարածքներում շատ դաժանաբար վերաբերվեցին այդ գյուղացիների մարդկանց հետ, օրինակը մեկը երևի գիտեք երկու ծերունիներ, որ ոչ թե սպանել էին, խորշտանգեցին նրանց։ Այո, ականջներն էին կտրել եւ գիտեք, այսինքն մի բան մեզ փաստվեց նորից, որ թուրք չի փոխվել։ Հիմա սա պատերազմի մասին էր։ Մի վնասակար կամ բացասական կողմը սա էր, որ Ադրբեջանը հիմա տվյալները երբ որ նայում եք, Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվել է դրան։ Այսինքն խոշոր զորքի այսպես կենտրոնացում է եղել Արցախի տարածքի վրա եւ ինչու մենք չկարողացանք դա անդրադառնալ, սա շատ զարմանալի բան է այս կետն է, որ մենք այսինքն աչքաթող ենք արել կամ անուշադիր ենք կամ չունենք հնարավորություն, ես չգիտեմ արմատները որտեղից է գալիս, բայց այս խոշոր զորքի կուտակումը սահմանի վրա պետք է ահազանգ լիներ, պետք է մենք գիտնայինք, որ այսպես բան է տեղի ունենում, դրա համար գեներալ գործից անեցին, եթե լսեն եք, գեներալ են գործից անել ուրիշ զինվորականներ եւ մարդիկ ինչ որ այդ պատասխանատվությունը ունեին, որպեսզի կարողանան այդ տեղեկությունը հավաքեն, որ մենք այս վիճակի մեջ չպետք է գնենք։ Սա կարող էր շատ դաժանորեն վերջանալ այս հարցը, կարող էր շատ մեծ վնաս հասնել եւ մենք կորցնեինք այնինչ որ ունենք եւ նստեինք մի սեղանի վրա Ադրբեջանի հետ, որ ինքը ավելի լավ դիրքի մեջ պիտի լիներ, եթե պետք է կոմպրոմայզ անեին, թեև գիտեք սա արյան գնով է ձեռք բերվել, դժվար է հիմա կոմպրոմիսի գնալ, բայց մենք չենք իմանում ուրիշ երկրներ մասնակից են,
համաշխարհային ատյաններ կան, ՄԱԿ-ը կա, եթե պիտի կոմպրոմիսի գնայինք, մենք այն դիրքից, ասում եմ position of power-ից չէր, որ պետք է խոսեինք Ադրբեջանի հետ։ Մենք մեծ բախտ ենք բերել, չգիտեմ ես ինչպես բացատրեմ սա։ Բախտի բերմամբ կարողացան կամ իրենց զինվորների քաջությամբ, զինվորների քաջությամբ, որ մենք 100 զոհ ենք տվել ու նրանք 100-ավոր զոհ են տվել։ Նախապես ասել էին իրենք 30 զոհ ունեն, հետո ասեցին 120 ունեն, հետո ասեն 200 ունեն եւ այսպես որ թվում է 1000 զոհ են ունեցել իրենք։ Մենք 100 ենք տվել, իրենք 1000 են տվել, որտեղ ընդհանուր առմամբ թուրքը այսպես իր հողին կպած չի կամ արմատներ չունի, այդ ազգայինը իրենց մոտ ադրբեջանցի մոտ, որտեղ գիտեք սուտ երկիր է ստեղծվել։ Շինձու ազգ եւ Շինձու հողատարածք, իրանց երկիրը, Շինձու հողատարածք։ Իսկ Վիեննայում որ հանդիպեցին Մինսկի համանախագահները եւ երկու նախագահների երկու հանրապետությունների, ինչ կասեք դրա մասին։ Հիմա զինվորական մասը կարծես թե մենք հասկացանք, որ երբեք հայերս գոնություն չպիտի կորցնեն, 20 տարի անցավ, 40 տարի անցավ, 100 տարի անցավ, մենք ամեն օր պիտի զգոն լինենք եւ արթուն լինենք։ Հանգիստ էին զգում Լուսինե, հանգիստ էին։ Ես մտածում եմ, որ դիվանագիտական շատ ցավով եմ նայում։ Ի վերջո Մինսկի համանդախագահ երկրները ամենահզոր պետություններն են այսօր աշխարհում։ Եվ այդ հզոր երկրներ ներկայացնող խումբը չի կարողանում ճիշտ արդեն շինծու են այդ զինադադարի մասին խոսակցությունները, խաղաղության մասին իրենց պարզաբանումները կյանքը ցույց է տալիս, որ երեք հզոր երկրներ լինելով համահանախագահներ չեն կարողանում սաստել, որ այդ սահմանի վրա զինադադարը հարգվի։ Նույնիսկ երբ որ բանակցություններ գնում էին, այդ ժամանակ արդեն նորից կրակոցներ կային, նորից ռմբակոծումներ կային։ Ինչ կասեք, սա արդյոք տապալում չի դիվանագիտական process-ի։ Երևի ես մի քիչ ավելի բարձունակ եմ ասում, բայց ես իմ այսպես ասած կարճ խելքով հասկանում, եթե այս հզոր պետությունները հանդիպում են եւ այդ հարցն են քննարկում ու այնտեղ դեռ կրակում են սահմանի, ուրեմն չեն հարգում այս խմբին։ Ինչ որ մի բան այստեղ ճիշտ չի աշխատում, ինչ կասեք դրա մասին։ Գիտեք, ինքնավստահ, ավելորդ ինքնավստահություն Լուսինե։ Համանախագահների մասին ես պիտի ձեզ մի բան ասեմ։ Իրենք սկզբից այսպես են որոշել, ասենք համանախագահները եւ երկիրներ, այդ հզոր երկիրները, ինչ որ դուք կոչում եք, ասենք Ռուսաստանը, Ֆրանսիա եւ Ամերիկան, այս երեք համանախագահները, գիտեք, հաճախ այս դիվանագիտական աշխատանքները այսպես չի որ մեկին ճնշեն, ասեն դու պիտի այս գործն անես, մենք որոշել ենք որ դուք այսպես գործ անեք։ Այդպես չի աշխատում։ Իրենք ասում են պետք է ժողովրդին պատրաստել, պետք է երկիրին պատրաստել, որ դուք կարողանաք կոմպրոմայզ անել, կոմպրոմիս անել, չէ՞։ Իրենք հրաման չեն կարող տան, որովհետև դա սխալ կլինի վերջի, եթե հրաման տան, ասեն դուք վաղվանից սա ձեր սահմանն է ու դու մի քայլ ես կողմ չես կա, նա մյուս կողմ չի։ Այ վերջը սանկցիաների խնդիրը կա։ Միթե մենք ասենք քաղաքակիրթ ժողովուրդներից, ոչ միայն հայերի մասին է խոսքը, չեն կարող այսօր Թրամփի ձայներ հավաքելու մեծամասնության ձայներ հավաքելու պատճառներից մեկը, որ ի վերջո մեկը ասեց, որ ինչ որ մի բան սխալ է այնտեղ, սխալ են անում եւ ձեզ խափում են եւ ճիշտ չեն անում։ Հիմա ինքը ինչքանով ճիշտ է, չգիտեմ, բայց ամեն դեպքում ժողովուրդը արդեն հավատը կորցեց։ Եթե դիվանագիտությունն ասա, արդեն ոչ մեկ չի հավատում, ոչ մեկ չի ուզում դրան մասին լսի, որտեղ միևնույն է կնստեն, սեղանի շուրջ կխոսեն մի բան, սեղանի տակից կանեն մի ուրիշ բան։ Ում հավատանք մենք։ Աստծուն հավատանք։ Կարող է պատահի, ինչ որ դուք ասում եք, որ այս երկրներին ձեռք չի տալիս։ Այսինքն այս երկրներին ձեռք չի տալիս խաղաղություն։ Այսինքն մարդասիրական ոչ մի բան չմնաց, նույնիսկ Կարմիր խաչը, որ միայն մարդասիրական, արդեն այնքան քաղաքականացվեց, որ ես վստահ չեմ, որ այդ զինվորների ու այդ գերիների հարցերն են ճիշտ լուծվում։ Այսինքն մարդասիրական, զուտ մարդասիրական նկատառումներով որևէ բան կա քաղաքականության մեջ, թե հույսներս լրիվ կտրենք դրանցից։ Դա շատ ուսահատ եղավ մոտեցումը, բայց ասում եմ, մի բան նկատի առեք, որ արդյոք Ռուսաստանին պետք է այս պատերազմը կամ այս
բախումները վերջանա, արդյոք Ամերիկային ձեռք է տալիս դրանք էլ պետք է նկատի ունենալ եւ իրենք թողնում են ասում են դուք եկեք համաձայնությանը, որովհետեւ մի բան իրենք էլ չեն կորցնում այս ճանապարհին ինչ է կորցնելու, որովհետեւ եթե մենք անգլիացիների հին ժամանակ ասում են divide and conquer, այսինքն բաժանի ու իշխի։ Այո, բաժանի ու տիրանաս։ Պայքարում են, ասենք Ռուսաստանը օրինակ զենք է վաճառում Ադրբեջանին, զենք է տալիս Հայաստանին կամ վաճառում Ամերիկան, ասենք զենք է տալիս Իսրայելին, Իսրայելը վաճառում Ադրբեջանին, այսինքն այդտեղ նայում եք, տեսնում եք իրենք մի բան չվնասվեցին, ինչ են վնասվել այս։ Հա, ես ուղղակի ուզում հասկանամ, ասենք մենք որպես փոքր ազգ ամբողջ աշխարհում տարածված, իհարկե մենք մի լավ բան ունեն հայերը, որ երբեք չեն վհատվում, այսինքն մենք արդեն սովորեցինք, որ պահ պիտի գա, որ մենք միայն ուժերը մեր վրա պիտի դնենք, հույսը մեր ու Աստծո վրա դնենք, ու եթե երեխաները որ սահմանը չպահեին, այսօր մենք այս խոսակցությունը նույնիսկ չէինք ունենա, այսինքն լավ որ մեր ազգային ոգին չի կոտրվում, ոչինչ մենք շատ վատ վիճակի մեջ էինք լինելու, եթե չպաշտպանեին այդ Գիտեք, այդ մեր զոհերը, այդ երիտասարդությունը, եթե այդպես քաջորեն չպայքարեին, չպատերազմի մեջ չմասնակցեին, մենք շատ վատ դրության մեջ պիտի լինենք։ Եվ գիտեք, Արցախը Հայաստանի արևելյան թևն է։ Եթե մենք կորցնենք Արցախը, Հայաստան կորցնելը շատ հեշտ պիտի լինի, որովհետև գիտեք, տարածքներ ունենք, պատկերացրեք, Իրանի հետ սահման ունենք 40 կիլոմետր։ Հետո բարձրանում եք ավել նեղանում է, այնտեղ կա 35 կիլոմետր Հայաստանի մասին եմ խոսում, հետո Արցախն է։ Եթե դուք կորցնեք երկու կողմը լինի ադրբեջանցի եւ դուք ունեք ընդամենը 35 կիլոմետր, միայն ռումբեր, երբեմն ռումբ, գիտեք, թնդանոթով ռմբակոծել այդ տարածքը ամեն ինչ կվերջանա, որտեղ երկու մասը կբաժանվի, դժվար կլինի պահել Արցախը, Հայաստանը այսինքն։ Իսկ մյուս կողմից ինձ շատ մեծ զարմանք է պատճառում այն հանգամանքը, որ ռուսերը Գյումրիում իրենց զորքերն ու դիրքերը շատ լավ դրել են, Հայաստանին են պաշտպանում, իսկ բանի Ադրբեջանի կողմից եւս հավանաբար իրենք իրենց մտադրությունները ունեն։ Ասենք այդ մեծ պետությունների հետ համակայլը, խաղերին հետևելը, անցած մեր հաղորդման ժամանակ էինք խոսում, որ ես արդեն մտածում որ մենք պիտի միայն դիվանագետներ պատրաստենք հիմա, բոլոր պիտի դիվանագետ լինեն, որովհետև այլ կերպ մենք հաղթանակի հասնել չենք կարող։ Հասկանալ այդ պետությունների շարժերը, իրենց նպատակները, իրենց քաղաքականությունը, իրենց տնտեսական շարժառիթները եւ այլն, որպեսզի կարողանաս արանքում տեղավորվել եւ քո հարցերը կարողանալ կարգավորել։ Երբեմն հուսահատության հասնող, ասենք երբ որ տեսնում եմ այդ մեծ, օրինակ ես ինքս ՄԱԿ-ում աշխատեցի որոշ ժամանակ ու շատ հիասթափվեցի այդ կազմակերպությունից, որտեղ շատ քաղաքականացված է, շատ, այսինքն այդպիսի մարդասիրական մանդատ ունենալով, երբ որ այսօր ամբողջ աշխարհում իրենց ցանցը կա, մենք այսօր պիտի պատերազմներ չունենայինք օրենքով։ Մենք այսօր պիտի այս կարգի խոսակցություններ ու մտահոգություններ աշխարհում չլիներ, ISIS-ը չպիտի լիներ, եթե ՄԱԿ-ը իր մանդատը իսկապես կատարեր եւ չքաղաքականացվեր։ Այսինքն նրանց վրա հույս տնել ոնց որ հասկանում եմ չի, որտեղ բյուրոկրատիան այնքան խորացրեց արմատները, որ տեսակ բանը ցույցը Հայաստանում մարդիկ թուրքական պարլամենտում մեր հայ Պալյանի համար որ ցուցարարները գնում են, աղջիկը մի լավ բան ասեց, այնտեղ բանին լրագրողը հարցրեց, ասեց այնպիսի տպավորություն է, որ ՄԱԿ-ի գրասենյակում միայն անվտանգության աշխատողներ են աշխատում։ Այսինքն չկար այդ կազմակերպված մոտեցումը, որ մեկը գար եւ ցուցարարների բացատրություն տար եւ բացատրեր, թե իրենք ինչ կարող են անել, որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի նաեւ Թուրքիայում եւ իրենց կառույցներով, որտեվ չեն կարող բյուրոկրատիան այնքան խոր արմատներ, որ այնտեղ մի հատ որոշում կայացնելու համար երևի թե ամիսներ ու տարիներ են պետք։ Այո, տարիներ կարող է տևի, այո, շատ ճիշտ։ 78 կամ հա, ու իմ մտահոգությունը այն է, որ այսօր եւ լավ եւ վատ մտահոգությունն եմ ես։ Լավ մտահոգությունս այն է, որ մեր երիտասարդները շատ լավ երեխաներ են,
մեր հաջորդ սերունդը, որ այսօր Արցախը պաշտպանեց, ասենք նրանց վրա 100% վստահ եմ, որ իրենց գործը գիտեն եւ անում են ճիշտ եւ կշարունակեն անել։ Մյուս կողմից մտածեմ, որ քաղաքական այս բաները, որ ավելի տեսանելի են հիմա։ Մի քանի տարի առաջ այսքան տեսանելի չէր, որտեղ հիմա արդեն եւ լրագրողները եւ social media-ն եւ ամբողջ ինտերնետը, այսինքն շատ ծածկել եւ շատ այսպես sugar coated անել, հա, չկա։ դժվար, բայց նաեւ շատ լավատեսական չի։ Օրինակ այսօր ես պարոն Սարգսյան, Սերժ Սարգսյանի պատասխան լսեցի ժուրնալիստին, նույնիսկ երկրի ղեկավարները չեն կարողան ասել, որ հարցը այսպեսին էր, ի վերջո հաջողվեց, թե չհաջողվեց, հայտնի չէր, հաջողված էր, չգիտենք, կյանքը ցույց կտա, այսինքն ինչ ասվեց, ինչ չասվեց, կապ չունի, կարող է մի բան ասվի, բայց մի ուրիշ բան արվի։ Հա, բայց մենք ճիշտ այդ նյութի մասին ենք խոսում, եթե մենք էլ չգիտենք, չէ՞։ Ոնց կարող։ Այսինքն մեր իմացածով պիտի անենք, այսպես կոպիտ ասած։ Այսինքն երկրի ղեկավարն էլ նույն ձևով չգիտի, թե ինչ պետք է լինի, ժամանակը ցույց կտա։ Այո։ Որովհետև բարդ է, քաղաքականությունը այդ շրջանի շատ բարդ է, որով տարբեր ուժեր, տարբեր շահեր ունեն, ու ամեն մարդ աշխատում է իր կողմը վերցնի հարցերը։ Օրինակի համար ինձ գիտեք Ադրբեջանի օգնության էր եկել թուրք զինվորներ այդտեղ։ Եվ ասում են իհարկե ISIS-ի անդամներ են եղել հայերի այդ պատերազմով, բայց այդ գերիների մեջ ինչ որ վերցրեն ադրբեջանցի գերիներին, չկար ISIS-ի անդամ չկար, բայց ասում են մասնակից են եղել եւ տեսնում եք տարբեր մարդիկ տարբեր շահեր ունեն եւ բոլորը պետք է քաշքշեն իրենց կողմ։ Իմիջիալոց ինչ շատ է հիշեցնում Բոսնիայի խնդիրը, որ տեղի ունեցավ, շատ նման է եւ այդ տարածաշրջանում կան փոքր պետություններ, որտեղ օրինակ Վրաստանը ճիշտ կողքն է, շատ մեծ բնակչություն կա հայերի։ Կան նաեւ ադրբեջանցիներ այնտեղ ապրող։ Ուրեմն շատ մեծ հավանականություն կա, որ մի ուրիշ երկրի ներսում հանգարց հայերի եւ ադրբեջանցիների խնդիր ծագի։ Չգիտեմ, ինչ շատ է հիշեցնում այդ Բոսնիայի խնդրին։ Բոսնիան դեռ ավել մտածել, այսինքն մտադրվել էր կամ ամերիկան այդ ժամանակ նախագահ Քլինթոնի օրոք էր, ինքը որոշել էր, որ այդ հարցին լուծեր, այսինքն չէին ուղարկել համանախագահներ, ինչ որ մեծ համար է հիմա պատահում։ Նա որոշել էր, որ պետք է այս հարցը լուծի, այդ բաժանումները ինչպես որ մտածել էին լինի եւ այդ ուղղությամբ աշխատանք տարեց։ Թեև նորից ուզում կրկնել, նման է մեր վիճակին, ի տարբերություն, որ այնտեղ չէ, այնտեղ մեկ նախագահ, այսպես հզոր երկրի նախագահ, նամանավանդ այդ տարիներում, եթե հիշեք, սովետական միությունը նոր էր տապալվել, ոչնչություն էր դարձել, հիմա նորից հետ է վերադառնում Ռուսաստանը եւ սուպեր փավեր է դառնում, մեծ ուժի տեր է դարձել հիմա, բայց այն ժամանակ Ամերիկայի նախագահ որոշել որ այս հարցը պետք է լուծվի եւ տեսնում եք վերջը լուծում կտան, թե չէ պետք է տարիներ շարունակվեր էլի այդպես չեղավ։ Ամենայն դեպս ես ուրախ եմ ասելու, որ մենք չենք կորցրել օղատարածքներ, այսպես շատ փոքր մի տեղ Ադրբեջանը գրավելն է շատ փոքր։ Իսկ մնացած մենք վատ վիճակի մեջ չենք։ Մենք մնում ենք նույն դիրքի մեջ, եթե պետք է բանակցություններ տեղի ունենա, մենք այդ հաղթողի դիրքում ենք ներկայանալու այսինքն այդ ժողովների։ Եվ վստահ եմ Անկարա, Բաքու եւ Վաշինգտոն այս համագործակցության մեջ իրենք եւս զգում են, որ պարտված են։ Ինչքան էլ ամերիկան, չգիտեմ, սա իմ անձնական անհատական կարծիքն է, բայց ճիշտ է չեն խառնվում, բայց պարտություն են զգում, որովհետև նկատելի է կարծեք թե ամբողջ աշխարհի նեգատիվ կարծիքը դեպի Ռուսաստանը։ Կարծեք ամբողջ մնացած պետությունները դուրս են եկել պախարակելու համար ռուսական կառավարությանը։ Հիմա շատ աշխատանք է տարվում, որ ամեն հարցում, եթե կարելի է Ռուսաստանին մեղավոր անել, որովհետև հարաբերությունը լավ չի։ Լավ չի, այո։ Եթե հարաբերությունը լավ չի, քաղաքական այս համակարգը պահանջում է, որ դու ամեն ինչը բացասական ձևով
ցույց տաս, որ այս երկիրը իրեն աշխատանքը սխալ է կամ բացասական ձևով իրեն ներկել այսպես, որպեսզի հարվածելը միայն այդ չի որ արձակվես, այլ հարվածելը տարբեր ծալքեր ունի, չէ՞, հարվածել Ռուսաստանին քաղաքականության, ամերիկյան քաղաքականության մի մասն է դարձել։ Այո։ Եվ մյուս կողմից, եթե կայսրության հանգարց վերածվի Ռուսաստանը, որ այդ մտադրությունները ունեն, այդ ճանապարհին են, նշանակում է իրենք շատ կարիք կունենան Թուրքիային եւ Ադրբեջանին եւ Իրանին, այսինքն իսլամական աշխարհի կարիքը կունենան։ Այո, այսինքն Թուրքիան էլի ինչպես սովետական միության ժամանակ Թուրքիան մեծ դեր ուներ, ամերիկյան խարիսխներն էր այնտեղ, ներկայություններ այնտեղ, մեծ արժեքավորում են Թուրքիայի երկիրը եւ այդ երկրի ղեկավարությանը վերջին տարիներում մի քիչ թուլացրել էր այդ մտածում պետք չունեն այդքան էլ թեև միշտ եղել նա իրաքյան պատերազմի կարիք են ունեցել, հետո Սուրիայի պատերազմի ժամանակ, բայց եւ այնպես այդքան կարիքը գոյություն չունեցել ինչ որ սովետական միության ժամանակ։ Այո։ Որովհետեւ անմիջապես հարևանն էր սովետական միության։ Հիմա այսպես հարցեր կա, գիտեք քաղաքականությունը բարդ հարց է եւ կարելի է կարծիքներ հայտնել, բայց ամեն րոպե, ամեն ժամանակ կարող է ուրիշ ճանապարհ գտնվի եւ ուրիշ տեղ գնային ինչ որ կատարվի։ Այնպես որ Լուսինը, ինչպես որ մեր նախագահը ասեց այսօր, կապրենք կտեսնենք եւ Ծիծեռնաբերդ գնացողներից մեկին էլի լրագրողը հարցրեց եւ կինը շատ լավ պատասխան տվեց։ Ես շատ հավանեցի իր պատասխանը։ Ասեց. մենք պիտի հզորանանք որպես ազգ։ Մենք պիտի հարստանանք որպես ազգ, որպեսզի մեզ հարգեն եւ մեզ լսեն։ Այսինքն մենք որպես հայ համայնքի ներկայացուցիչներ, իմ կարծիքով մեր ուղղվածությունը պիտի լինի, որ մեր